Քարերով ապուր, իտալական հեքիաթ։ Երկու քույր էին ապրում, Աննա Մարիան և Վիկտորիան։ Աննա Մարիան ամուսնացավ հարուստ խանութպանի հետ, իսկ Վիկտորիան ածխագործի հետ։ Ածուխ պատրաստելը այն չէ, ինչ խանութում ապրանք ծախելը և օգուտ հաշվելը։ Ածխագործը շատ էր աշխատում, բայց քիչ էր վաստակում։ Բայց անտառի բացատում գտնվող տնակում միշտ ուրախություն էր տիրում, որովհետև ածխագործը արթնանում էր երգով, պառկում էր երգով։ Ոչ թե մի երգ էր երգում, այլ տարբեր, որտեղից էլ այդքան երգ գիտեր։ Վիկտորիայի երեխաները, երկու աղջիկ և 3 տղա, մեծանում էին կարմրաթուր, առողջ, ուրախ և ամենակարևորը հարգող ու լսող։ Աննա Մարիան ընդամենը մի փոքրիկ տղա ուներ, այն էլ չար ու լացկան։ Ինչքան էլ մայրը փաղաքշում էր, լավ բաներ ուտեցնում, տղան չարությունից միայն նիհարում էր ու գույնը գցում։ Դրա համար էլ հարուստ Աննա Մարիան նախանձում էր աղքատ քրոջը։ Եկավ այն տարին, երբ քույրերի ապրած վայրում սև ժանտախտն ու ոսկրոտ մահը սկսեցին մարդկային հունձ կատարել։ Նրանք մերթ մի տուն էին մտնում, մերթ մյուսը։ Նրանց այցից չխուսափեցին ոչ ածխագործի տնակը, ոչ էլ խանութպանի տնակը։ Քույրերը մի օրում ամուսնացել էին, մի օրում էլ այրիացան։ Վիկտորիան իր 5 մանր երեխաների հետ մնաց մենակ։ Ածուխ պատրաստելը կանացի գործ չէր, իսկ ուրիշ աշխատանք Վիկտորիան ինչքան փնտրեց, չգտավ։ Վերջապես որոշեց գնալ քրոջ, Աննա Մարիայի մոտ։ «Օգնիր ինձ, քույրիկ», խնդրեց Վիկտորիան։ «Երեխաները քաղցած են, գոնե մի քիչ հաց տուր»։ «Ձրիակերները գլխիս փորձանք դարձան», գոռաց Աննա Մարիան։ «Պակաս անբանն էլ դու չես։ Նախ տունս կարգի բեր, փարախը մաքրիր, անասուններին կեր տուր, բանջարանոցը հավաքիր, հետո նոր կարող ես մի բան խնդրել»։ Վիկտորիան տունը կարգի բերեց, փարախը մաքրեց, կովերին կեր տվեց, կթեց, քաղանեց բանջարանոցի մոլախոտները։ «Իսկ հիմա հաց թխիր», հրամայեց Աննա Մարիան։ Երբ հացը թխվեց վերջացավ, նա ընտրեց ամենափոքր հացը և տվեց քրոջը։ «Վաղն էլ կարող ես գալ», ասաց խանութպանուհին, և ինքն իրեն մտածեց. «Երեխաներիդ կարմրությունը երկար չի տևի, եթե այդպիսի բոքոնը ամեն օր 5 տեղ բաժանես»։ Վիկտորիան մյուս օրն էլ եկավ։ Քույրը նրան ավելի դժվար գործի դրեց, իսկ երեկոյան նախորդ օրվա հացից ավելի փոքր հաց տվեց։ Այս անգամ Վիկտորիան ավելի խորամանկ գտնվեց։ Խմորը հունցեց, բայց հունցելուց հետո ձեռքերը չլվաց։ Եկավ տուն, կաթսան դրեց կրակի վրա և ձեռքին կպած խմորը փշրեց ամանի մեջ։ Ստացվեց ալյուրի ապուր։ Երեխաները կերան և համարյա կշտացած քնեցին։ Վիկտորիան շարունակեց այդպես էլ անել։ Եվ երեխաների դեմքի կարմրությունը ոչ թե անցավ, այլ ընդհակառակը ավելի պայծառացավ։ Մի անգամ քրոջ բակում Վիկտորիան սանդ էր ծեծում։ Հանկարծ բակ մտավ մի աղքատ ծերուկ։ «Մի կտոր հաց տուր, բարի կին», ասաց նա, «ես շատ քաղցած եմ»։ Վիկտորիան պատասխանեց. «Շատ ուրախ կլինեի, եթե կարողանայի ձեզ օգնել, բայց այս տանտերը ես չեմ, խնդրեք քրոջիցս»։ Աննա Մարիան տանից դուրս վազեց և սկսեց հայհոյել. «Հեռացիր, թափառական, հեռացիր, թե չէ շանը վրադ բաց կթողնեմ»։ Աննա Մարիայի ետևից դուրս թռավ նաև նրա չար տղան։ Նա ոտքերի տակի քարերը վերցրեց ու շպրտեց ծերուկի վրա։ Աղքատը շրջվեց, որ գնա, բայց Վիկտորիան հասցրեց նրա ականջին կամացուկ ասել. «Երեկոյան ինձ սպասիր ճանապարհի ոլորանում, որտեղ ձիթապտղի մեծ ծառեր կան»։
Վիտորյան գործը վերջացրեց և տուն գնաց։ Ճանապարհի ոլորանում քարի վրա նստած նրան էր սպասում աղքատը։ Վիտորյան զամբյուղից հանեց իր բաժին բոքոնիկը, բաժանեց 6 մասի և մի մասը մեկնեց աղքատին։ Ծերուկը վերցրեց հացը և հարցրեց. «Ում բաժինն ինձ տվիր, այ կին»։ «Ես 5 երեխա ունեմ, 6-րդը ինձ համար էր, իմ բաժինը տվեցի քեզ։ Դու մի անհանգստանա, ես այսօր շատ եմ աշխատել և հոգնածությունից շուտ կքնեմ, իսկ քնած ժամանակ մարդը ուտել չի ուզում»։ «Ինչ արած, շնորհակալ եմ, գուցե մի անգամ էլ ես քեզ կօգնեմ», ասաց ծերուկը։ Անցավ միառժամանակ։ Մի անգամ Աննա Մարիայի տղան լազուր երկնքում տեսավ ճախրող արծվին և ուզեց հետը խաղալ։ Աննա Մարիան այնքան էր սիրում տղային, որ եթե թռչունի թևեր ունենար, կգնար արծվի ետևից։ Բայց քանի որ թռչունի թևեր չուներ, նա համոզում էր տղային խաղալ ուրիշ խաղալիքներով։ Բայց երես առած տղան միայն արծիվ էր ուզում։ Նա իր մեծ բերանը բացեց և սկսեց գոռալ։ Այնպիսի ուժով էր գոռում ու լաց լինում, որ երեկոյան նրա ձայնից տնեցիները խլացան, իսկ ինքը լուրջ հիվանդացավ։ «Իսկ քո երեխաները», հարցրեց Վիտորիային Աննա Մարիան, «առողջ են»։ «Առողջ են», պատասխանեց Վիտորյան։ Այստեղ արդեն Աննա Մարիայի սիրտը ավելի ուժեղ սկսեց կրծել սև նախանձը։ Նա քրոջը ուղարկեց դաշտ աշխատելու, իսկ ինքը վազեց քրոջ տուն։ Երբ Աննա Մարիան տեսավ, թե որքան կարմրաթշիկ և ուրախ երեխաներ ունի Վիտորյան, քիչ մնաց նախանձից լաց լիներ։ «Ախ, սիրելի քրոջ որդիներ, վաղուց ձեզ չեմ տեսել։ Ձեր մայրը ինչով է կերակրում ձեզ, որ այդպես տռզած թշիկներ ունեք»։ Եվ նա ցավացնելու աստիճան սկսեց շոշափել փոքր տղայի դեմքը։ «Մենք ալյուրի ապուր ենք ուտում», պատասխանեց ավագը։ «Ալյուրի ապուր։ Իսկ որտեղից է մայրդ ալյուր ճարում»։ «Հենց որ մայրիկը տուն է գալիս, կաթսայի մեջ է փշրում ձեռքերին կպած խմորը», ասաց մյուսը, աղջիկը։ «Ահա թե ինչ», գլխի ընկավ Աննա Մարիան։ Հենց նույն երեկո նա հայհոյելով կարգադրեց քրոջը ձեռքերը մաքուր լվանալ և տանից վռնդեց առանց մի կտոր հաց տալու։ Վիտորյան տուն էր գնում դատարկ զամբյուղով։ Ճանապարհի ոլորանում նա կանգնեց և մտքերի մեջ ընկավ։ Ինչ ասի սոված երեխաներին, ինչով կերակրի նրանց։ Վիտորյան ճամփեզրին 3 քար տեսավ։ Նա քարերը վերցրեց, դրեց զամբյուղը և վերևից ծածկեց գոգնոցով։ Մոր վերադարձի ժամին երեխաները ինչպես միշտ ջուր բերեցին, կաթսան լվացին և օջախի մեջ կրակ վառեցին։ Երբ Վիտորյան եկավ, կաթսայի ջուրն արդեն եռում էր։ «Դե երեխաներ», ասաց նա, «այսօր ոչ թե ալյուրով, այլ լավորակ մսով ապուր կունենանք»։ Այդ ասելով Վիտորյան կաթսայի մեջ գցեց քարերը։ «Իսկ միսը շուտ է եփվում», հարցրին երեխաները։ «Ոչ, շուտ չի եփվի, տեսնում եք ինչքան ամուր են»։ Եվ Վիտորյան փայտե շերեփով թխթխկացրեց կաթսայի միջի քարերին։ «Հենց որ սրանք փափկեն, ապուրը պատրաստ կլինի։ Իսկ այժմ գնացեք խաղալու»։ Երեխաները վազեցին խաղալու։ Մայրը նստեց կաթսայի մոտ, որի մեջ քարեր էին եփվում, և դառնորեն լաց եղավ։ Արդեն ուշ է, մտածում էր նա։ Երեխաները խաղալով կհոգնեն ու մոռանալով ուտելու մասին կքնեն։ Այսօր նրանց մի կերպ խաբեցի, բայց վաղն ինչ պետք է անեմ։ Ինձ կհաջողվի արդյոք աշխատանք գտնել։ Այդ մտքերով էր տարված Վիտորյան, երբ դռները բացվեցին և երեխաները ներս վազեցին։ Նրանք իրենց հետ բերեցին, ինչ եք կարծում, ում։ Այո, այն աղքատ ծերուկին, որին Վիտորյան մի կտոր հաց էր տվել։
Մայրիկ, ձայնեց մեծ տղան։ Պապիկն ասաց, որ ինքն էլ է սոված, նրան էլ տուր մեր մսե ապուրից։ Դե, ինչու չտալ, ասաց Վիտորյան։ Միսը դեռևս պինդ է, թող պապիկը օջախի մոտ տաքանա, իսկ դուք մի քիչ էլ վազվզեք։ Երեխաները վազեցին դուրս։ Այդ ժամանակ կինը ասաց ծերուկին. մի բարկացիր բարի մարդ, անցյալ անգամ ես քեզ տվեցի իմ բաժինը, իսկ այսօր ոչինչ չունեմ քեզ տալու։ Ապա ինչ ես եփում կաթսայում, հարցրեց ծերուկը։ Քարեր, տխուր պատասխանեց Վիտորյան։ Ինչու ես ինձ խաբում, ես մսի հոտ եմ առնում։ Երդվում եմ, որ այնտեղ քարերից բացի ոչինչ չկա, ասաց խեղճ կինը և վազեց կաթսայի մոտ ու սկսեց խառնել փայտե շերեփով։ Եվ որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ շերեփի մեջ մի մեծ կտոր եփված միս տեսավ։ Ես ասում էի, չէ, որ մսի հոտ եմ առնում, ասաց ծերուկը։ Երեխաներին ընթրիքի կանչիր։ Բայց ապուրին պետք է աղ լցնել, իսկ ես աղ չունեմ։ Քո աչքերը կարմրած են, նշանակում է լաց ես եղել։ Գուցե թափված արցունքներից մի կաթիլ ընկած լինի կաթսայի մեջ։ Մայրական արցունքից ավելի աղի ոչինչ չկա։ Վիտորյան փորձեց ապուրը, և ճիշտ որ, աղի համը տեղն էր։ Երեխաներ, եկեք ուտելու, ուրախացած ձայնեց նա և ապուրը լցրեց մեծ ամանի մեջ։ Երեխաներին ապուրի հետ մեկական կտոր հաց էլ տուր, ասաց ծերուկը։ Բայց տանը հաց չկա։ Դու դարձյալ ինձ խաբում ես, ժպտալով ասաց ծերուկը։ Պահարանի մեջ նայիր։ Վիտորյան հնազանդորեն պահարանի դռնակը բացեց ու տեսավ 7 պանյոլա, դե փոքրիկ պոքոնիկներ։ Բոլորը կուշտ կերան։ Հետո ծերուկն ասաց. վատ չէր լինի հիմա մեկական բաժակ լավ գինի խմեինք ու վրան էլ մի կտոր բրոչո ուտեինք, հապա իջիր նկուղ տիկին։ Վիտորյան առանց որևէ բան ասելու իջավ նկուղ, թեև գիտեր, որ նույնիսկ մկների համար այնտեղ ուտելու ոչինչ չկա։ Բայց հրաշքը շարունակվում էր։ Նկուղում տակառիկով գինի էր դրված, կողքին էլ մի գլուխ բրոչո, ոչխարի աղացած պանիր։ Նկուղի առաստաղի կեսից կախված էր խոզի ապխտած բութ և ողկույզի նման փնջով երշիկ։ Ընթրիքից հետո երեխաները քնեցին։ Ախ, սինյոր, բացականչեց Վիտորյան, երևում է դուք կախարդ եք։ Այո, այդպես էլ կա, պատասխանեց ծերուկը։ Իմ բոլոր արածները դատարկ բաներ են։ Գիտես ինչ, վերջին հազարամյակի ընթացքում ես բավականին հոգնել եմ։ Լեռան վրա անտառում դեռևս կանգուն է ծեր կաղնին իմ հասակակիցը։ Երբ ցանկանում եմ, միշտ այդ կաղնու փչակի մեջ եմ հանգստանում։ Այժմ ես որոշել եմ շատ չէ, մի 100 տարի էլ այնտեղ ննջել։ Մինչև կաղնու փչակի մեջ մտնելս, որոշել եմ մարդկանց հետ հաշիվներս փակել։ Այն բոլորը, ինչ նվիրել եմ քեզ, այդպես էլ հավիտյան կմնա։ Կաթսայից միսը չի պակասի, պահարանից հացը, նկուղից գինին, պանիրը, ապուխտն ու երշիկը։ Իսկ այժմ ես գնամ։ Մի փոքր պարտք էլ ունեմ տալու քո քրոջն ու նրա տղային։ Այդ պարտքը վճարելը այնքան էլ հաճելի չէ, բայց ինչ կարող ես անել։ Ծերուկը տնքալով տեղից վեր կացավ։ Վիտորյան նրա ետևից հասավ դռների մոտ ու բռնեց փեշից։ Աղ, բարի սինյոր կախարդ, շատ եմ խնդրում, խնայեք քրոջս։ Ուրախ կլինեի, բայց չեմ կարող։ Մենք կախարդներս էլ մեր օրենքներն ունենք։ Ամեն մեկին պետք է հատուցել ըստ արժանվույն։ Ով ինչ ցանել է, այն էլ կհնձի։
Եվ ծերուկը գնաց։ Վիտորիան այդպես էլ մինչև լույս չկարողացավ քնել։ Քույրը թեև չար էր, բայց եւ այնպես քույրն էր։ Առավոտ վաղ վազեց Աննա Մարիայի մոտ։ Տեսավ Աննա Մարիան ողջ եւ առողջ դուրս է գալիս իրեն ընթառաջ։ Դժբախտություն քույրիկս, ճչաց նա։ Երեկոյան ինձ մոտ եկավ այդ անիծված այ Աննա Մարիան բռնեց դեմքը։ Չէ, ուզում էի ասել այն նույն բարի ծերուկը։ Եվ ասաց, որ ամեն անգամ հենց որ սկսեմ անիծել նրան, տեղն ու տեղը ատամներս պիտի ցավեն։ Բայց ինչպես չհայհոյեմ սատանան նրան տանի, վայ ատամներս։ Սուրբ Մադոննա, թող նրան պահապան լինի Սուրբ Մադոննան։ Այստեղ դուրս վազեց նաև Աննա Մարիայի տղան, ձեռքին մի փայտ։ Տան շեմի մոտ հանգիստ պառկած էր շունը։ Երես առած տղան այն է ուզում էր ձեռքի փայտով շանը հարվածել, բայց փայտը օձի նման դուրս պրծավ եւ խփեց հենց իր ճակատին։ Իմ ոսկի դեղց, այդ տեսնելով սկսեց ողբալ Աննա Մարիան։ Քեզ էլ չխնայեց ծերուկը, այդ հիմար վայ ատամներս։ Ձեռքը թշին դրեց նա։ Պատկերացնում ես քույրիկ, խեղճ երեխան չի կարողանում նույնիսկ խաղալ։ Քար է շպրտում, իրեն է կպչում։ Հիմա ես զբաղված եմ միայն խեղճ երեխայիս կապտած ու ճանկռոտած տեղերին անverջ թռչոց դնելով։ Վիտորիան ծիծաղեց ու վերադարձավ տուն։ Այստեղ կարելի էր հեքիաթն ավարտել, բայց ահա թե ուրիշ ինչ կարելի է ասել։ Այն ժամանակից ի վեր, ինչ տեղի է ունեցել այս պատմությունը, անցել է ուղիղ 100 տարի։ Կաղնու փչակի մեջ քնած ծերուկ կախարդը շուտով կարթնանա եւ նորից կսկսի թափառել աշխարհով մեկ։ Կարող է դուք էլ հանդիպեք այդ ծերուկին։ Նրանից չվախենաք։ Նա լավ ծերուկ է։ Միայն չմոռանաք, որ նա ամեն մեկին վճարում է ըստ արժանվույն, ով ինչի արժանի է։